վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է, որը հայտնի իրավապաշտպան է։ Մեր թիմում ընդգրկված են IT ոլորտի ներկայացուցիչներ Արամ Քոչարյան, Սպարտակ Գյուրեղյան, մեր թիմում կան տարբեր ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչներ Իշխանը Գևորգյան, Հովսեփ Ղազարյան, քաղաքականության մեջ եղած մարդիկ, Միքայել Նահապետյան, տարբեր մարդիկ կան մեր թիմում ներգրաված, ու այս բոլոր մարդկանց միավորել են այն 30-40% կամ, չգիտեմ, մինչև 300-400 հազար ծնված քաղաքացիները, ովքեր որ չեն գնացել ընտրությունների, ու մենք այսօր հանձն ենք առել այդ մարդկանց ընտրությունների գնալու իրավունքը վերականգնելը, որովհետև իրանք թեպետ ունեին մինչև այդ իրավունք, սակայն չէին գնում, հիմա արդեն վերականգնվել է այդ քվեաթերթիկը, լինելու է, համար 2-ն է դա լինելու, բոլորին դեմն է, ու իրանք կարող են գալ։ Էական չի մեր թիմի մարդիկ ինչ քաղաքական անցյալ են ունեցել, որովհետև մեր ծրագիրը 100 օրվա ծրագիր է լինելու ու դրանից հետո արդեն թե մեր թիմի անդամները կարող են գնալ ու տարբեր քաղաքական ուժերի միանալ, բացառությամբ վարչապետի, ով 10 տարով սահմանափակված է լինելու, որ չստեղծվի իրավիճակ, որ գալիք արտահերթ ընտրությունները ծառայի պայմանական իրա ընտրվելուն, վարչական ռեսուրսը օգտագործի իրա ընտրվելուն եւ փոփոխության արդյունքում էյֆորիայի ազդեցության տակ մարդիկ գնան ընտրեն մեր վարչապետի թեկնածուին։ Այս ուժը լուծարվելու է։ Այս ակցիաները ձեզ համար այդ խոսքը։ Մեր համար ընդունելի չէ։ Մենք առաջինը դրա համար արեցինք ցեղ շպրտելու ակցիան ու պաշտոնապես դիմեցինք բոլոր քաղաքական ուժերին, որ այս քարոզ արշավի ընթացքում այդ ցեղ շպրտոցին չանեն։ Մենք դա պաշտոնապես ասեցինք ու դիմեցինք բոլորին, որ թող սա լինի վերջին ցեղ շպրտոցին, սակայն դրա փոխարեն ստացանք էլ ավելի շատ ցեղ շպրտոցի։ Մենք ոչ մի նման ձևի խոսույթներով իրար հետ շփումները չենք ընդունում։